Ողջույն բոլորին, այսօր կաշխատենք ֆունկցիաներ բաժնից ֆակտորիալներ խնդրի վրա։ Խնդիրը հետևյալն է. մեզ տված է մի հատ ինչ-որ թիվ 5 օրինակ, ու խնդրում է տպել 5-ի ֆակտորիալը, 2 անգամ 5-ի ֆակտորիալը, 5 մինուս 1-ի ֆակտորիալը ու 5 գումարած 1-ի ֆակտորիալը։ Ֆակտորիալը որպես հիշեցում դա 1-ից մինչև այդ թիվը թվերի արտադրյալն էր։ Ահա։ Դե մինչև լուծման անցնելը կարող է հիշենք ասենք, բայց հələ մի րոպե, մենք այս խնդրի վրա աշխատել ենք, սա այն ֆորերի բաժնի վերջին խնդիրներ են, կոդը գրել ենք։ Եկեք բռնենք այս սրա կոդը, բերենք ուղակի օգտագործելու միանգամից, եթե չեք նայել այս կոդի, եթե SS բաժ չի, բացեք ուղակի դրա վիդեոն նայեք, էլի։ Մեկնաբանությունում կդնեմ։ Կարող բերենք, ստեղ դնենք, ու մեզ ինչ կմնա անել, պետքա հիմա սա փոփոխենք, n-ը պետք է ընդունի, բայց արդեն 4 հատ բանի համար է վերադարձնում արժեքներ։ Դե օքեյ, կգանք, կասենք ստեղ n-ը հավասարային input, ու այս ծրագիրը մի հատ կաշխատացնենք n-ի համար, հետո կասենք, դե լավ, հիմա n-ի փոխարեն եկեք վերցնենք 2 անգամ n, ու այս ծրագիրը նորից կաշխատացնենք, կամ կարանք ստեղ այս վերագրումը չանենք, էլի, ուղղակի գրենք 2 անգամ n, սրա փոխարեն տմյատել, ու տենց 4 հատ աշխատացնենք, դե հա, ոնց որ ճիշտ կաշխատի, ես առաջի երկուսը ճիշտ բռնցրեց արդեն, բայց դե 4 անգամ նույն բանը գրենք, ավելում համար ենք անցել ֆունկցիաները, էլի, եթե պետքա 4 անգամ նույն բանը գրենք, եկեք դրա փոխարեն վարվենք սիրուն ձևով ու սահմանենք, թե ինչ է նշանակում թվի ֆակտորիալ։ Սահմանելու համար կգրենք ստեղ def define բառից, եկեք առաջ տողից, ու գրենք անտանք ֆակտորիալ։ Ու ամեն անգամ պետք է հասկանանք, թե ինչ թվի ֆակտորիալ ենք հաշվում, գրենք ինչ-որ n թվի ֆակտորիալ։ Հիմա ստեղ պետք է տանք սահմանումը, թե ոնց է հաշվարկվում ֆակտորիալը։ Կգանք ու ստեղ այսա կգրենք։ Այս մեր ձևը, որ սկզբում 1 ենք հավասարացնում, հետո հերթով 2-ից մինչև n թվերը իրանով բազմապատկելով գնում ենք ու հետո տպում ենք։ Դե լավ, հիմա որ գիտենք, թե ոնց հաշվել ֆակտորիալ, ու այդ ֆակտորիալը տպում ենք այստեղ, եկեք ուղղակի այս ֆունկցիան կանչենք տարբեր մուտքերով։ Նախ պետք է n-ը մեր մուտք անենք։ Ահա։ Դրանից հետո խնդիրը մեզ պահանջում էր հաշվել, հեսա հերթով գրենք n-ի ֆակտորիալ, հաշվել 2 անգամ n-ի ֆակտորիալ, հաշվել n-1-ի եւ n գումարած 1-ի ֆակտորիալներ։ Ահա, սենց 4 տողով կանչեցինք այս ֆունկցիան։ Ոչ թե այս ամեն ինչը 4 անգամ գրեցինք, այլ ուղղակի 4 անգամ կանչարեցինք ֆունկցիայի։ Ու արդյունքը եղավ կրկին ճշգրիտ պատասխան, բայց շատ ավելի էլեգանտ կոդով, քան կլիներ։ Ահա։ Դե շնորհակալություն դիտման համար եւ հաջողություն։